Որտեղից են փողեր հոսելու Հայաստանում ամերիկյան նախագծերի համար եւ իրականում ում շահերն է սպասարկելու թրիփը, փորձագետները թուրք-ադրբեջանական հետք են տեսնում։ Մոսկվան բանակցություններ կսկսի Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ, որ կապահովի միացումը Ադրբեջանի եւ Թուրքիայի երկաթգծերին, Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունը։ Դադարեցնել ծանուցումները սահմանամերձ մարզերի այցերից խուսափելու մասին, հանձնարարություն արտգործնախարարությանը աշխատելու դեսպանատների հետ։ Ով է ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն, Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարում տրվել է ինտրիգային հարցի պատասխանը։ Պետական միջոցառումներին օրհներքի կենդանի կատարումը կլինի պարտադիր, դպրոց մանկապարտեզներում երբ եւ ինչպես պետք է այն հնչի։ Սենատը կանաչ լույս կվառի Թրամփի մաքսատուրքերի համար, ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփի բանաձևը։ Երիտասարդացնող եւ գեղեցկացնող միջամտություններ, որ կարող են կյանք արժենալ, խոշորացույցի տակ են կոսմետոլոգիական ծառայություններ մատուցողները, տեսչականը 42 վարույթ է նախաձեռնել։ Տյառն ընթառաջին նորապսակների օրհնության կարգ կկատարվի, տոնը վեհափառը հռչակել է նորապսակների օրհնության օր։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլոմյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Պատմական, այսպես է որակել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը իր այցը Հայաստան եւ Ադրբեջան գրառում առել X-ում եւ տեսանյութ հրապարակել։ Նրա այդ պատմական այցի շուրջ են վերջին օրերի տեղական եւ միջազգային քաղաքագիտական շրջանակների մեկնաբանությունները։ Վենսի այցից հետո ինչ է ստանում Հայաստանը, ներդրումները, որոնց շուրջ այդքան մանիպուլյատիվ հայտարարություններ հնչեցին, արդյոք ուղիղ Միացյալ Նահանգներից կլինեն։ Փորձագետները դրանց հետևում թուրք-ադրբեջանական ականջներ են տեսնում։ Նրանց կարծիքով թրիփն ու մյուս նախագծերի միայն փաթեթավորումն է ամերիկյան, իսկ իրականում այն սպասարկելու է Ալիև-Էրդողան դուետի շահը։ Վաշինգտոնն էլ մեր տարածաշրջանում իր ներկայությամբ սպառնալիք է դառնալու Իրանի եւ Մոսկվայի համար։ Հազարավոր կիլոմետրեր անցած օվկիանոս կտրած ու Հայաստան հասած ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայից Ջեյդի Վենսից առաջին ձեռքից էին լրագրողները ցանկանում տեղեկանալ, ի վերջո Միացյալ Նահանգները որքան ներդրում է ակնկալում կամ նախատեսում կատարել թրիփ նախագծում եւ տնտեսական ինչ օգուտներ է սպասում նախագծից։ Վենսը հարցին հստակ պատասխան տալու փոխարեն ուղղակի տեղեկացրեց, թե խոսել են տարածաշրջանի նաեւ ամբողջ աշխարհի մի շարք գործընկերների հետ եւ ըստ նրանք շատ հետաքրքրված են դրանով։ Նրանք կարծում են, որ սա բավականին լավ ներդրումային հնարավորություն է։ Դեռ թրիփ նախագիծը նոր էր ուրվագծվում, փաստաթղթերն էլ նոր էին ստորագրվում Վաշինգտոնում, երբ հայ փորձագիտական եւ քաղաքագիտական համայնքը բարձրաձայնում էր նախազգուշացնում, ամերիկյան փաթեթավորմամբ թրիփը իրականում թուրք-ադրբեջանական տանդեմի համար է ստեղծվում, եւ որ թուրքական-ադրբեջանական կազմակերպություններն ու ընկերություններն են բնադրվելու այդ նախագծում։ Միացյալ Նահանգները ինքը չի պատրաստվում ներդրումներ կատարել, ինքը պատրաստվում է այստեղից շահույթ ստանալ։ Այո, մեծ հավանականությամբ խոսքը թուրք-ադրբեջանական ընկերությունների մասին է, որոնք անուղղակիորեն քողարկված գուցե կանեն այդ ներդրումները, որպեսզի Հայաստանում հանրային աղմուկը շատ չլինի։ Թուրքիան եւ Ադրբեջանն են ավելի շատ շահագրգռված այդ նախագիծն իրենցով անել, իրենց վաղեմի երազանք դարձած Զանգեզուրի միջանցքին տեր դառնալ։ Տարածաշրջանային այլ երկրներին, խոշոր խաղացողներին, Ռուսաստանին եւ Իրանին այնպես չէ, որ Միացյալ Նահանգները, Թուրքիան կամ Ադրբեջանը ցանկություն ունեն տեսնել թրիփում։ Կարող է լինել երկու վտանգ։ Առաջին, որ Ռուսաստանն եւ Իրանը, որոնք դեմ են այդ ծրագրին առանց իրենց մասնակցության, կարող են պատասխան առաջին հերթին տնտեսական քայլերի դիմել Հայաստանի դեմ, այսինքն պատասխան կոշտ քայլերի կարող են գնալ։ Ընդհանրապես, ըստ վերլուծաբանների, Միացյալ Նահանգները չի էլ պատրաստվում Հայաստանում ինչ-որ ներդրումներ կատարել։ Միլիարդավոր դոլարների մասին մանիպուլյացիոն հայտարարություններն ըստ քաղաքագետների չեն վերաբերում Հայաստանում ԱՄՆ-ի կողմից ներդրումային ծրագրերին։ Նույն այդ 9 միլիարդ դոլարի ներդրումը չէ, իհարկե ներդրում է։ Պարզապես ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն են ներդրում անում Հայաստանում, այլ Հայաստանն է ներդրում անում Ամերիկայում։ Որովհետև դրա էությունը ինչ է, մեզ ասում են այդ գումարը գտեք, որտեղից ուզում եք, եւ մեզանից ձեռք բերեք սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ։ Հապկից են արձագանքել տարածաշրջանում արևմտյան կողմի ակտիվ գործընթացներին, հայտնելով, թե արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում։ Արագացված տեմպերով շարունակվում է Եվրոպայի ռազմականացումը, որը ակնհայտորեն ուղղված է Ռուսաստանի հետ ռազմական բախման նախապատրաստմանը։
Ռուսաստանը դեմ չէ Հայաստանի համագործակցությանը գործընկերների հետ, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների օգտին ընտրությունը ռուսական կողմի համար էլ հարցեր է առաջացնում։ Предлагаемых Вашингтоном АЭС Վաշինգտոնի առաջարկած փոքր հզորության ԱԵԿ-ները չկան ոչ միայն ԱՄՆ տարածքում։ Դրանք ըստ էության ընդհանրապես չկան, դրանք գոյություն ունեն միայն թղթի վրա։ Երևանում հայտարարված $9 միլիարդ արժողությամբ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման նախագծի վերաբերյալ կոնկրետ մանրամասներ չեն տրամադրվել։ Ռուսական կողմին հասանելի տեղեկության համաձայն խոսքը ոչ թե ԱՄՆ-ի ուղակի ներդրումների մասին է, այլ մի սխեմա, որի դեպքում պետք է վճարի հայկական կողմը։ Նախատեսվում էր, որ ֆինանսավորումը պետք է իրականացվի TRIP հիմնադրամի միջոցով, որն ինչպես հայտարարվել էր ավելի վաղ, ստեղծվում է ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։ Սակայն բուն հիմնադրամն առայժմ հիմնադրված չէ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ռուսաստանը Հայաստանի դիմումի համաձայն բանակցություններ է սկսում երկաթուղային երկու հատվածների վերակառուցման շուրջ, որոնք կապահովեն միացումը Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների հետ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա ասել է, թե որոշումը կայացվել է ելնելով հայ ժողովրդի հանդեպ տածած բարեկամական և եղբայրական զգացմունքներից։ Վերականգնվող հատվածները կապահովեն միացումը ադրբեջանական երկաթուղիների հետ Երազխի շրջանում և թուրքական երկաթուղիների հետ Ախուրյանի շրջանում։ Վերականգնման ենթակա երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը մոտ 1.6 կիլոմետր և 12.4 կիլոմետր է։ Օվերչուկի խոսքով բանակցություններում կորոշվեն նախագծի իրականացման տեխնիկական, ֆինանսական և այլ մանրամասները։ Օվերչուկն ասել է, որ բարձր են գնահատում վստահությունը ռուսական փորձի, կարողությունների և տեխնոլոգիաների հանդեպ, որ հայկական կողմը կրկին դրսևորել է դիմելով Ռուսաստանին։ Բաքուն առիթը չի կորցնում ամեն օր բարձրաձայնելու, որ վերացրել է դեպի Հայաստան ապրանքների սահմանափակումը, նավթամթերք է ուղարկել, նաև թույլատրել իր տարածքով Ռուսաստանից Հայաստան հացահատիկի ներկրումը։ Ալիևը ամերիկյան փոխնախագահ Վենսի հետ հանդիպմանն էլ է գլուխը գովել։ Իսկ ինչ պատասխան է ստացվել Ադրբեջանից ապրանքների ցանկի մասին, որ ուղարկվել է հայկական կողմից։ Այսօր լրագրողները հետաքրքրվել են էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից։ Նա ասել է, որ երկու երկրների մասնավոր հատվածները դեռ ուսումնասիրում են։ Մասնավոր հատվածին ենք, մեր մասնավոր հատվածին ենք տվել, իրենք իրենց մասնավոր հատվածին են տվել։ Նույն տրամաբանությամբ մեր մասնավոր հատվածի այն մյուս մասը դեռ ուսումնասիրում է, քննարկում է։ Խաղաղությունը կնպաստի զբոսաշրջությանը, իշխանական թևից են արձանագրում նախ ոլորտում փոփոխությունների մասին։ Այսուհետև Հայաստանում զբոսաշրջային գործունեություն կարող են ծավալել միասնական հարթակում գրանցված ընկերությունները։ Էկոնոմիկայի նախարարությունն է այդ ընկերություններին տրամադրելու հավաստագրեր։ Եթե ընկերությունների ներկայացրած տեղեկությունը չի համապատասխանի իրականությանը, քրեական պատասխանատվության կենթարկվեն։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնել է, որ զբոսաշրջային ծառայությունների առցանց ամրագրումներից հետո քաղաքացիները հաճախակի փաստի առաջ են կանգնում, լինում են դեպքեր, երբ իրականությունն ու համացանցային պատկերը խիստ տարբերվում են։ Փաշինյանը անդրադառնալով դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերին հայտնել է, թե դրանց ավելացմանը նաև առաջինը նպաստում է իր ձևակերպմամբ հաստատված խաղաղությունը, անվտանգային գործոնը։ Հույս ունեմ, որ այն օտարերկրյա դեսպանատները, որոնք նախորդ տարիներին անդադ ծանոթություններ են տարածել իրենց քաղաքացիներին, որ խուսափել սահմանամերձ հատվածներ գնալ, Սյունիքի մարզ գնալ եւ այլն, ծանոթությունները կդադարեցնեն, որովհետեւ եւ պարոն Միրզոյան պետք է նաեւ աշխատել դեսպանատների հետ, որ տենց իներցիայով անընդհատ չբանանեն, չշարունակեն։ Պետք է հաճույքով արձանագրենք, որ 2025 թվականին մենք հանցավորության որոշակի նվազում ենք ունեցել եւ կարծում եմ, որ սրանք են այն լրացուցիչ գործոններն են, որոնք լրացուցիչ նպաստում են զբոսաշրջային հոսքերի աճին։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Ով է ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն։ Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարում տրվել է ինտրիգային հարցի պատասխանը։ Պետական միջոցառումներին օրհներքի կենդանի կատարումը կլինի պարտադիր, դպրոց մանկապարտեզներում երբ եւ ինչպես պետք է այն հնչի։ Սենատը կանաչ լույս կվառի Թրամփի մաքսատուրքերի համար, ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփի բանաձևը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում, այժմ միջազգային լրահոս։
Միացյալ Նահանգները եւ Իրանը ճկունություն են ցուցաբերում միջուկային համաձայնագրի հարցում եւ Վաշինգտոնը ըստ երևույթին պատրաստակամ է հանդուրժել որոշակի չափի ուրանի հարստացում։ Financial Times-ին հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ Հական Ֆիդանն ասել է, որ կարծում է, որ Թեհրանը իսկապես ցանկանում է իրական համաձայնության հասնել եւ կընդունի հարստացման մակարդակի սահմանափակումները։ Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման մակարդակը եւ իր պաշարների չափը պայմանով, որ հարգվեն իրանական ազգի իրավունքները։ PBS News-ին հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։ Էսմայիլ Բաղին ընդգծել է Իրանը, որը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ է, միջուկային էներգիայի արտադրում խաղաղ նպատակներով։ Անդրադառնալով Իսրայելի պնդումներին, որ Իրանը գտնվում է միջուկային զենք արտադրելու շեմին, Բաղային ասել է, դա մեծ սուտ է, հավելելով, որ ուրանի հարստացումը երկրի խաղաղ միջուկային ծրագրի մի մասն է։ Նա նշել է, որ Իրանը պատրաստ է քննարկել հարստացման մակարդակը, բայց շեշտել, որ Իրանի իրավունքը, որը ճանաչված է միջազգային պայմանագրով, պետք է հարգվի։ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի Boeing Poseidon հականավային հետախուզական ինքնաթիռը եւ Triton հետախուզական անօդաչուն նկատվել են Իրանի սահմանի մոտ, հայտնում է ՌԻԱ Նովոստին թռիչքների տվյալների հիման վրա։ Ինքնաթիռի թռիչքի երթուղու համաձայն այն թռել է Բահրեյնից եւ պտույտներ կատարել Հորմուզի նեղուցի երկնքում։ Անօդաչուն դուրս է եկել Աբու Դաբիից եւ թռել Օմանի ծոցի վրա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հույս ունի, որ Ուկրաինայում շուտով կրակը կդադարեցվի։ Նա անկալում է շուտափույթ հրադադար կամ խաղաղության պայմանագիր անվտանգության հաստատուն երաշխիքներով։ Բրյուսելում Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ռյուտեն հավելել է նաև, որ ՆԱՏՕ-ում ամեն օր տքնաջան աշխատում են անվտանգության հուսալի երաշխիքներ ապահովելու ուղղությամբ։ Ռուսական կողմը չի պլանավորում մասնակցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված խաղաղության խորհրդի առաջին նիստին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Մարիա Զախարովան նշել է, որ շարունակում են աշխատանքը խաղաղության խորհրդի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման ձևավորման ուղղությամբ։ Ի դեպ, խաղաղության խորհրդի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին Վաշինգտոնում։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերը։ Բանաձևը ուղարկվել է Սենատ, սակայն դրա օրենք դառնալու հավանականությունը փոքր է։ Ակնկալվում է, որ Թրամփը վետո կդնի բանաձևի վրա, եթե այն հաստատվի վերին պալատի կողմից։ Փետրվարի 1-ին Թրամփը հրաման է ստորագրել Կանադայից, Չինաստանից եւ Մեքսիկայից ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Մեքսիկայից եւ Կանադայից ներմուծման համար սահմանվում է 25% մաքսատուրք։ Մոտ ժամանակներս Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է հայտարարել իր դստերը Կիմ Ջու-էին որպես իր իրավահաջորդ նշանակելու մասին։ Եթե դա տեղի ունենա, նա կդառնա Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած առաջին կինը։ Այս եզրակացություններով Հարավային Կորեայի ազգային նախուտախուզական ծառայությունն է կիսվել խորհրդարանի փակ նիստում։ Հարավկորեացի падգամավորներն էլ այդ մասին պատմել են լրատվամիջոցներին։ Նրանց խոսքով, քանի որ Կիմ Ջու-էն մասնակցել է կորեական ժողովրդական բանակի հիմնադրման տարեդարձի տոնակատարությանը եւ Արևի Կումսու պալատ այցելությանը, նաև արտահայտել է իր կարծիքը կառավարության որոշ որոշումների վերաբերյալ, ազգային հետախուզական գործակալությունը կարծում է, որ նա մտել է իրավահաջորդի դերի նախապատրաստման փուլ։ Վերադառնանք Հայաստան, երբ, որտեղ եւ որ տարբերակով պետք է հնչի օրհներքը, կառավարության նիստում ներկայացվել է օրհներքի կատարման կարգը։ Նոր կարգով պետական միջոցառումների ընթացքում օրհներքի կենթանի կատարումը դառնում է պարտադիր։ Ոչ պետական կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների եւ միջոցառումների ժամանակ կենթանի կատարումը նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել միայն այն պաշտոնական ձայնագրությունները, որոնք հասանելի են։ Մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում օրենքը սահմանում է, որ օրհներքը պետք է հնչի ուսումնական շաբաթվա սկզբին, այն պարտադիր պետք է կատարվի սաների կենթանի ձայնակցությամբ, ասել է Փաշինյանը։ Բոլոր միջոցառումներում, որտեղ պետք է հնչի օրհներքը պետք է հնչի կենթանի կատարմամբ։ Սա նշանակում է մեր մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր, երգչախմբեր, նրանք ովքեր չունեն նվագախմբեր եւ երգչախմբեր, թող հրավիրեն նվագախմբեր եւ երգչախմբեր, որպեսզի նրանք այդ կատարեն,
որովհետև հիմա կներեք այդ մանրամասների մեջ մտնելուց, եթե տենց միջոցառումը, որ օրներքը պետք է հնչի, նշանակում է այդ միջոցառումը որոշակի բյուջե նաև ունի։ Կարելի է այդ բյուջեից ուրիշ ատրիբուտների ավելի քիչ տրամադրել եւ հրավիրել երգչախմբերի, նվագախմբերի։ Կառավարությունը ատելության խոսքի դեմ նոր գործիք է ներդնելու խոսքը օրենսդրական կարգավորման մասին է, որը դեռ շրջանառության մեջ չի դրվել։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը լրագրողներին հայտնել է, որ նախաձեռնությունը չի վերաբերում հայհոյանքի համար տուգանքների սահմանմանը։ Նրա խոսքով նախագծի առանցքային գաղափարը ատելության խոսքի համար ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմի ներդրումն է։ Այսինքն քաղաքացիները կարողանալու են քաղաքացիական դատարանում պահանջել դրամական փոխհատուցում, ինչպես դա արվում է վիրավորանքի և զրպարտության դեպքերում։ Գալյանը նշել է, որ ատելության խոսքը վարչական իրավախախտում ճանաչելու հարցը դեռ քննարկման փուլում է։ Ատելության խոսքի թիրախը դա զուտ է տանհատը չի, դա հատկանիշն է մարդկանց։ Չգիտեմ, կրոնական հայացքների, ազգային պատկերության եւ այլնի։ Ատելության խոսքի զոհ լինելով կարող են լինել անորոշ քանակի մարդիկ։ Այսինքն ստացվում է անորոշ քանակի մարդիկ կարող են ամեն մեկը գույքային հայց ներկայացնել կամ ոչ շփոթական վնասի հատուցում ուզել, դա մի քիչ աբսուրդ է թվում էլի, որովհետեւ ոնց ենք մենք որոշելու, ոնց է մարդ ասել, ես վիրավորվեցի դրանից, ես ինձ վատ զգացի, կարող այդպես մի 10,000 հոգի են։ Հաջորդ թեմայի մասին այսօր տրվել է ինտրիգային հարցի պատասխանը, թե ով է լինելու ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն։ Նորաստեղծ քաղաքական ուժի հիմնադիր համագումարում կուսակցության առաջնորդ է ընտրվել ազգային բարերար Սամվել Կարապետյանը, հենց նա էլ կլինի վարչապետի թեկնածուն։ Ինչպես են հաղթահարելու օրենսդրական խոչընդոտը, համագումարին սահմանադրագետներն են պարզաբանել։ Իդեպ Սամվել Կարապետյանը անձամբ համագումարին չի մասնակցել, նա տնային կանանքի տակ է։ Մեր ձևով ժողովրդական շարժման հիմքի վրա ուժեղ Հայաստան կուսակցությունն արդեն կազմավորված է։ Նորաստեղծ քաղաքական ուժի առաջնորդը ազգային բարերար Սամվել Կարապետյանն է։ Կուսակցության հիմնադիր համագումարում միաձայն է ընտրվել նախագահի պաշտոնում։ Նա նաև կլինի ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Իսկ իրավական խոչընդոտներ չկան, սահմանադրության համաձայն Կարապետյանը չի կարող հավակնել վարչապետական աթոռին երկրորդ պետության քաղաքացիություն ունենալու պատճառով։ Իր գլխավորած թիմը հետևյալ ռազմավարությունն է նախատեսում՝ խորհրդարանում ձևավորել մեծամասնություն վերցնելով իշխանությունը եւ փոփոխել սահմանադրության 148-րդ հոդվածը, որն էլ հենց կառավարության անդամ դառնալու պահանջներն է սահմանում։ Կուսակցության համագումարում տեսաուղերձներով այս քալի օրինականությունը սահմանադրագետներն են հիմնավորում։ Սահմանադրության 148-րդ հոդվածը կարգավորում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, ավելին չի պահանջվում դրա փոփոխության համար հանրաքվե, ուստի այս հոդվածի փոփոխությունները բավականին ճկուն են, անհրաժեշտ է ազգային ժողովի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Այս գործընթացն ըստ Նարեկ Կարապետյանի կկազմակերպեն ընտրություններից 20 օր հետո նոր խորհրդարանի հենց Անդրանիկ նիստում։ Անմիջապես հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ ժողովրդի վստահությամբ եւ ազգային ժողովի մանդատով, որ թույլ տանք միայն մեկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սամվել Կարապետյանի ուղերձը համախոհներին փոխանցվեց արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութի միջոցով։ Ի թիվս այլնի անվտանգային ճարտարապետության տեսլականի մասին են հայտնում։ Խաղաղություն են ուզում, բայց արժանապատիվ եւ ուժեղ։ Մենք կուժեղացնենք մեր բանակն ու պաշտպանությունը նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, ժամանակակից պաշտպանության ծրագրի մշակմամբ եւ դրա ներդրմամբ, որովհետեւ ուժեղ խաղաղությունը պահանջում է ուժեղ ու ժամանակակից բանակ։ Հայաստանի ինքնիշխան տարածքները, որոնք այժմ թշնամու կողմից օկուպացված են, Նարեկ Կարապետյանի խոսքով ուժեղ Հայաստանը մեր զինված ուժերի վերահսկողության ներքո կվերադարձնի խաղաղ բանակցությունների միջոցով։ Չի լինի թվային, վերջին ժամանակների թրենդային բառով հիբրիդային խաղաղություն, ինչպես հենց ինքը ձևակերպեց։ Վատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ։ Ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ։ Այսօր մեր երկրում կա ընտրություն։ Ենթարկվել, թե գործել, կա ընտրություն, մնալ, թե գնալ ավելի ապահով տեղ։
Ինչ վերաբերում է մեր ձևով շարժմանը, ապա այն եւս կշարունակի իր գործունեությունը, քանի որ ըստ Նարեկ Կարապետյանի իրենց նպատակը միայն քաղաքական պայքարը չէ, այլև եկեղեցու եւ ազգային արժեքների պաշտպանությունը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայաստանում ավելացել է սպիրտի արտադրությունը, չնայած ալկոհոլ օգտագործելու առումով մեր բնակչությունը շատ ավելի լավ վիճակում է հարևանների համեմատ։ Այստեղ ավելի քիչ են ալկոհոլ խմում, օգտագործելիս էլ ռուսական եւ ուկրաինական օղի են նախընտրում։ Հայկական գինին ու կոնյակը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, որն էլ տարեցտարի սեղմում է օղակը ավելի խիստ որակային չափորոշիչներ սահմանում։ Ինչ է սպասվում տեղական արտադրողին, Արմեն Աթալյանի ռեպորտաժում։ Վերացիները շատ ավելի են խմում, քան մենք հայերս։ 15.5 լիտր ալկոհոլ է օգտագործում տարեկան յուրաքանչյուր վրացի։ Ամեն հայաստանցի ընդամենը 4.3 լիտր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներն են։ Առողջապահական տեսանկյունից երևի միակ ցուցանիշն է, որը լավատեսություն է ներշնչում, բայց միայն առաջին հայացքից։ Հայաստանում հիմնականում օղի է սպառվում։ Դրանից հետևում է, որ տեղական օղի արտադրողների գործերը լավ են։ Ոչ, դա նշանակում է, որ Ռուսաստանից եւ Ուկրաինայից օղի ներկրողների գործերը Մեր սպիրտ արտադրող ընկերությունների հարկերը այնքան են բարձրացել ակցիզային հարկից սկսած, որ Հայաստանում խանութում կես լիտրը 3500 դրամից պակաս օղի չես կարող գնել։ Մրգօղիներից սկսած, նաև հենց տեղական ցորենի օղիները։ Ստացվում է, որ Հայաստանի ալկոհոլի սահմանափակ շուկայում հիմնականում սպառվում է օղի, այն էլ դասից ներկրված, ի տարբերություն Վրաստանի, որտեղ առաջին հերթին սպառվում է տեղական արտադրության գինին։ Այդ դեպքում ինչի հաշվին են գոյատևում մեր գինի, կոնյակ կամ մրգային դիստիլյատներ արտադրողները։ Խաղողի մթերման ծավալները անցած տարի 164.200 տոննա խաղող է մթերվել, որևէ բողոք չի եղել, այս տարի մթերվել է 200.000 եւ էլի բողոք չի եղել։ Վերջում որոշ մեր հայրենակիցներ զանգել են, ինձ ասել են մեկ օրինակ զիլ մեքենա այգու տակից հատիկներ ենք հավաքել։ Դա կարող են մթերել, զանգել են գործարաններին, դա էլ են մթել։ Ըստ էության, ալկոհոլային խմիչքներ արտադրողներն օգտվում են պետական սուբսիդիաներից ֆերմերների խաղողը մթերելու համար։ Առանց դրա դժվար թե նրանք կարողանային այդ ծավալի խաղող մթերել։ Մեր ալկոհոլի սպառման հիմնական շուկայում Ռուսաստանում նախորդ տարի հայկական կոնյակը, ինչու՞ չէ նաև գինին, մեծ խնդիրներ են ունեցել։ Ռուսական պետական կառույցներն օրինակ հայկական կոնյակի հետ կապված նորմերի խախտումներ են գրանցել։ Չնայած դրան, այս խմիչքի արտադրությունն էլ է աճել, վստահաբար պետական աջակցության շնորհիվ։ Կոնյակի սպիրտի արտահանման ծավալները աճել են 13.7%-ով։ 10.9 միլիոն լիտրից 12.4 միլիոն լիտր հասնել։ Այնտեղ իրենց սպիրտային խմիչք արտադրողներին հնարավորինս պետությունը փորձում է աջակցել եւ սուբսիդիաների տեսքով եւ շուկայում առաջմղման տեսքով։ Այսինքն, եթե մենք հետագայում մեր սպիրտային խմիչքների որակը չբարձրացնենք եւ հստակ չբրենդավորենք, մենք ինչքան գնա ամեն տարի մենք ավելի մեծ դժվարություններ ենք ունենալու ռուսական շուկա մտնելու եւ այնտեղ վաճառելու։ Խնդիրն այն է, որ պետական սուբսիդավորումը ժամանակավոր գործիք է։ Պետությունը բյուջեում ունի միջոցներ, ըստ այդմ աջակցում է գործարարներին խաղող գնելու process-ում։ Իսկ եթե մի տարի այդ միջոցները չլինեն, խաղող արտադրողները կանգնելու են փաստի առաջ։ Հետևաբար, ալկոհոլի արտադրության ոլորտում ինչ որ բան հնարավոր կլինի փոխել միայն աշխատունակ ռազմավարություն որդեգրելու դեպքում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Կրկին դադարմեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Երիտասարդացնող եւ գեղեցկացնող միջամտություններ, որ կարող են կյանք արժենալ։ Խոշորացույցի տակ են կոսմետոլոգիական ծառայություններ մատուցողները, տեսչականը 42 վարույթ է նախաձեռնել։ Տիարն ընթառաջին նորապսակների օրհնության կարգ կկատարվի։ Տոնա վեհափառը հռչակել է նորապսակների օրհնության օր։ Մեթեո աշխարհ ջերմաստիճանը կբարձրանա, ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Երիտասարդացնող եւ գեղեցկացնող միջամտություններ, որոնք կարող են կյանք արժենալ, առողջապահության տեսչական մարմինը 42 վարույթ է նախաձեռնել կոսմետոլոգիական ծառայություններ մատուցողների նկատմամբ։ Դեպքեր են եղել, երբ կեղծ դիպլոմներով իրականում լիցենզիա չունեցողները միջամտություններ են կատարել հաճախ բացասական ելքով։ Տեսչությունը որոշել է խստացնել հսկողությունը, նաեւ դեղերի ոլորտում, որտեղ կեղծ, ժամկետած եւ չգրանցված դեղերի շրջանառություն կա։
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը խստացնում է վերահսկողությունը առողջապահական ոլորտում։ Խոշորացույցի տակ են երկու հիմնական ուղղությունները՝ դեղերի շրջանառությունը եւ կոսմետոլոգիական ծառայությունները։ Վարչական տույժերի զգալի մասը ըստ տեսչական մարմնի ղեկավարի բաժին է ընկնում հենց դեղերի ոլորտին։ Արձանագրվել են ինչպես չգրանցված, այնպես էլ ժամկետանց դեղերի վաճառքի դեպքեր։ Տուգանքները խիստ են, սակայն ըստ պաշտոնյայի կարևորն արձանագրումը չէ միայն։ Տեսչական մարմինը գործն ավարտած է համարում միայն այն ժամանակ, երբ խախտմամբ հայտնաբերված դեղերը ոչնչացվում են եւ առկա է համապատասխան ակտ։ Նրա խոսքով միայն 2025 թվականին իրականացվել է ավելի քան 3600 վերահսկողական գործողություն, հարուցվել 2414 վարչական վարույթ, ընդունվել ավելի քան 2000 որոշում տույժ նշանակելու մասին։ Վարչական տույժերի մեծ մասը վերաբերում է հենց դեղերի շրջանառության խախտումներին։ Փորձագետների խոսքով Հայաստանի դեղագործական շուկան բավականին փոքր է։ Գրանցված եւ գրանցվող դեղերի քանակը նվազել է, չգրանցված դեղերի եւ դրանց ներկրման խնդիր կա։ Հիմնականում երևի թե դատական գործերի մեծ մասն էս դեղերով էլ գնում է, որովհետեւ տուգանքները մեծ է եւ տնտեսական սուբյեկտները փորձում են դատանում տուգանքները բեկանել։ Արձանագրումներ ունենք եւ չգրանցված դեղերի եւ ժամկետանց դեղերի, բացի տուգանքից, որ քաղաքացուն ավելի կարևոր ենք համարում քաղաքացու համար, կարգադրագիրն է ոչնչացնել այդ դեղերը։ Տեսչական մարմնի ղեկավարը անդրադառնում է նաև կոսմետոլոգիական ծառայությունների ոլորտին։ Վերջին շրջանում քաղաքացիների եւ բժիշկների ահազանգերի հիման վրա սկսել են նաև սոցիալական հարթակների մշտադիտարկում։ Facebook-ում եւ Instagram-ում գովազդվող ծառայությունները ստուգվում են։ Պարզելու կա արդյոք համապատասխան լիցենզիա եւ թույլտվություն։ Արձանագրվել է ապօրինի բժշկության 20 դեպք, 19 չլիցենզավորված գործունեություն եւ 46 խախտումով գովազդի դեպք։ Փորձագետի կարծիքով խնդրի հիմքում հաճախ մասնագիտական կրթության բացակայությունն է։ Կան դեպքեր, երբ կարճատև դասընթաց անցած անձինք իրականացնում են միջամտություններ, որոնք պահանջում են բժշկական լուրջ պատրաստվածություն, բացի այդ առողջապահության նախարարության եւ տեսչական մարմնի կանոնակարգերն են տարբեր, ընդգծում է մասնագետը։ Անկասած է միայն այսպես ստուգումներով որևէ արդյունքի հասնելը առնվազն այսպես ոչ կոմպետենտ մոտեցում է, չկա տենց բան, բայց միևնույնն է այս ձևաչափով մենք հասնենք ոլորտային կամ ենթավորոտի ամբողջական կարգավորման, դա իրատեսական չէ։ Տեսչական մարմինը նաև արձանագրել է կեղծ դիպլոմներով աշխատելու դեպքեր, որոնց վերաբերյալ տեղեկությունները փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Ցանկացած խախտում ուղիղ վտանգի տակ է առնում մարդու առողջությունը, այն կարող է անգամ կյանք արժանալ։ Խախտումները թերևս շատ են եղել, որ տեսչականը վերցրել է խոշորացույցի տակ։ Ասում են վերահսկողության խստացման նպատակը ոչ միայն պատժելն է, այլև անվտանգ ծառայությունների ապահովումը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Հայաստանում բանկային հաշիվ բացել, վարկ վերցնել, ավանդ դնել հեշտությամբ կարող են Կալիֆորնիայի մեր հայերը։ Աշխարհագրական հեռավորությունը էլ խոչընդոտ չէ։ ID բանկը Գլենդելում ներկայացություն է բացել։ Կամուրջ սփյուռքահայերի եւ ID բանկի միջև բնակվելով Միացյալ Նահանգներում մեր հայրենակիցները կարող են հեռավար դառնալ հայաստանյան առաջատար թվային բանկի հաճախորդ, բացել հաշիվ, ձևակերպել հիփոթեքային վարկ, ներդնել ավանդ եւ օգտվել այլ ծառայություններից առանց մեր երկիր գալու անհրաժեշտության։ ID բանկի ներկայացուցչությունն իր դռներն արդեն բացել է Գլենդելում։ Կալիֆոռնիայում ապրող մեր հայրենակիցները սերտորեն կապված են Հայաստանի, իրենց հարազատների, իրենց բարեկամների հետ եւ բացի այդ նաեւ ակտիվ տնտեսական գործունեություն են իրականացնում, ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այլ նաեւ նրանցից շատերը Հայաստանում են գործունեություն իրականացնում։ Եվ դրանով էր պայմանավորված, որ մենք ընտրեցինք Կալիֆոռնիա եւ Գլենդել քաղաքը։ Շուրջ 1.5 տարի առաջ սկսել ենք այս գործընթացը, ինքը բավական բարդ գործընթաց էր եւ այս ընթացքում մենք ստացել ենք Կալիֆոռնիայի կարգավորող մարմնի եւ ԱՄՆ դաշնային պահոստային համակարգի արտոնագիրը։ Ոչ թե գրասենյակ բացելու սովորական քայլ, այլ հստակ ուղերձ։ Հայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է ավելի մոտ լինել իր քաղաքացիներին ու հայրենակիցներին, անկախ աշխարհագրական տեղավայրերից։ Բավական բարձր են գնահատում հետաքրքրվածությունը Գլենդելում կամ Կալիֆոռնիայում ապրող մեր հայրենակիցների, որոնք ցանկանում են ներդրումներ անել Հայաստանում, ոնց շատերը անշարժ գույքում բնակարաններ ձեռք բերելու, տարբեր ներդրումներ կատարելու։ Եվ ըստ էության մենք հնարավորություն ենք տալու ID բանկի միջոցով Հայաստանում ստանալ վարկեր, որոնք կարող են օգտագործվել այդ ներդրումների համար։
Անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար ID բանկի ներկայացուցչության հետ հաճախորդները կարող են կապ հաստատել հեռախոսազանգի միջոցով։ Արդեն հաճախորդ դառնալու եւ բանկի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ կլինի այցելել ID բանկի պաշտոնական կայք։ Իդեպ կարևոր է ընդգծել, որ դրամատան ամերիկյան ներկայացուցչությունը բանկային կոնկրետ ծառայություններ եւ հաճախորդների սպասարկում չի իրականացնելու։ Այն տեղեկատվական եւ կապ հաստատելու հարթակ է։ ID բանկի պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանը նշում է, ուսումնասիրել են Միացյալ Նահանգներում բնակվող հայերի պահանջները եւ եզրակացրել, որ մեր հայրենակիցները առավելապես հենց տեղեկությունների կարիք ունեն։ Սա մեր համար ստրատեգիկ որոշում է լինել հաճախորդների կողքին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։ Ֆինանսական կապը հայրենիքին մոտ լինելու եւս մեկ կարևոր տարբերակ ID բանկի Գլենդելյան ներկայացուցչությունը նաեւ համայնքային նշանակություն ունի։ Էդուարդ Պողոսյան, Ժամ լրատվական։ Լոռու ջրաշենում 13-ամյա պատանուձեծի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 3 դասընկեր, դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ծեծել են համադասարանցուն, որին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Սպիտակի բժշկական կենտրոն։ Ըստ ոստիկանության դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը, անչափահասները ներկայացել են նախաքննական մարմին։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Կառավարության նիստում ֆինանսների նախարարը հայտնել է, որ նախորդ տարվա օրենսդրական փոփոխություններով պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը։ Այժմ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը, իսկ եթե քաղաքացին փոփոխություն չի անում, այն վերջնաժամկետի օրը համարվում է ներկայացված։ Սոցիալական ծախսերի փոխանցումը տրամադրվում է, եթե անձը ներկայացրել է էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկ։ Նախագծով առաջարկվում է կառավարության որոշումը համապատասխանեցնել այս փոփոխություններին։ Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ 2025-ին 2024 թվականի հայտարարագրման արդյունքում քաղաքացիները ստացել են 6.2 միլիարդ դրամի սոցիալական կրեդիտ։ Դատարանը մերժել է հայաստանյաց առաքելական եկեղեցու փաստաբանների միջնորդությունը նախկին հոգևորական Արման Սարոյանի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ։ Դատարանը մինչև վերջնական ակտիկայացումը պարտավորեցրել է վերականգնել Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում ներառյալ նա լիազորություններն ու թեմի ֆինանսների տնօրինումը։ Իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի կալանքը փոխվել է տնային կալանքի։ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը մեղադրվում է անօրինական հավաքների մասնակցել է խոչընդոտելու կամ հարկադրելու եւ ընտրական իրավունքին խոչընդոտելու հոդվածներով։ Ադրբեջանական գերությունից մեկ ամիս առաջ վերադարձած Վագիվ Խաչատրյանը նոր Քմարաշ բժշկական կենտրոն է տեղափոխվել։ Նրան կրկին կվիրահատեն։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Վագիվ Խաչատրյանի դուստրը Վերա Խաչատրյանը։ Հայրիկից ճնշումը չի կարգավորվում, արիթմիա է առաջացել, վտանգ կարող է առաջանալ։ Բժիշկներն ասել են, եթե այդ սարքը չտեղադրեն, կարող է սրտի կանգ գրանցվել, պատմել է Վերան։ Հայաստանում կստեղծվի արագ արձագանքման բժշկական թիմ։ Այն կկարողանա ներգրավել ինչպես երկրում մարդակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու, այնպես էլ միջազգային մարդասիրական առաքելություններին մասնակցելու նպատակով։ Ըստ կառավարության որոշման, այն պետք է լինի ինքնաբավ, ապահովված անհրաժեշտ անձնակազմով, սարքավորումներով, սննդով եւ այլ միջոցներով, որպեսզի կարողանա ցանկացած վայրում իրականացնել բժշկական օգնություն։ Իրավական հիմքեր ստեղծելու համար ազգային ժողով է ներկայացվել համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծ։ Սևանալճում Սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել եւ առգրավել են 12000 սիգ, մոտ 4.5 տոննա քաշով։ Սևանալճում Սիգի ձվադրման շրջանում ամեն տարի արգելվում է Սիգի որսը, ձկնատեսակի վերարտադրողականությունը ապահովելու նպատակով։ Այս տարի արգելքը գործել է նոյեմբերի 20-ից մինչև փետրվարի 1-ը։ Նախորդ տարվա համեմատ խախտումները նվազել են, սակայն դեռևս արձանագրվում են դեպքեր, որոնց համար կիրառվում են վարչական, իսկ որոշ դեպքերում նաեւ քրեական միջոցներ։ Արգելքի ընթացքում էկոպարեկներն ու ոստիկանությունը հայտնաբերել են ապօրինի որսի տասնյակ դեպքեր, առգրավել են հազարավոր սիգեր, ինչպես նաև լողամիջոցներ ու ձկնորսական ցանցեր։ Հայաստանյաց առաքելական եկեղեցին փետրվարի 14-ին նշելու է Տյառընթարաչի տոնը, որի խորհուրդն է Մանուկ Հիսուսի տաճարին ընծայումը։ Ամենայն հայոց կաթողիկոսը այն հռչակել է նաև նորապսակների օրհնության օր։ Մայրաթորից հայտնում են, որ տոնի առթիվ մեր տաճարում վաղը 16:30-ին կկատարվի երեկոյան ժամերգություն եւ նախատոնակ, որի ավարտին կվառվի Տյառընթարաչի խարույկը։ Շաբաթ առավոտյան պատարագի ավարտին կկատարվի նորապսակների օրհնության կարգ։ Նարիկ Պետրոսյան, Ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ օդերևութաբանների կանխատեսումները Լիլի Հովերից։
Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում ուրբաթ կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների։ Ջերմաստիճանը կբարձրանա 8-նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 2-ից 6 աստիճան տաքություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 6-ից 10, Լոռիում 8-ից 11, Տավուշում 10-ից 13 աստիճան, Հարհրատում, Արմավիրում կդիտվի 8-ից 11, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 12-ից 15, Սյունիքի նախալեռներում 10-ից 13 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների։ Այս գիշեր սպասվում է 1-ից 3, ցերեկը 6-ից 8, երեկոյան 4-ից 6 աստիճան տաքություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։